Վերջին 50 տարում Թուրքիան նման առատ ձյուն չի տեսել։ ԱՄՆ-ում այս ձմռանը 8-րդ անգամ դիտվել են ծայրահեղ ցուրտ ջերմաստիճաններ։ Մինչ Ռուսաստանում, հյուսիսային սառուցյալ շրջանի հյուսիսում դրական ջերմաստիճան է գրանցվել, հարավում, Սոչիում ձյունը ծածկել է արմավենիներն ու լողափերը։ Հայաստանում եղանակային վատ պայմանների պատճառով մեկ օրում տեղի է ունեցել ավելի քան 1000 ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս եւ այլ կլիմայական անոմալիաների մասին, որոնք տեղի են ունեցել փետրվարի 19-ից մինչև փետրվարի 25-ը դուք կիմանաք մեր ակնարկից։ Հայաստան։ Փետրվարի 20-ին Հայաստանում ձյան առատ տեղումներ են եղել, ինչը հանգեցրել է տրանսպորտային կոլապսի։ Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է ավելի քան 1000 ճանապարհատրանսպորտային պատահար։ Արագած լեռան տարածքում ձյան ծածկույթը հասել է 120 սանտիմետրի։ Երևանի քաղաքապետը դիմել է մայրաքաղաքի բնակիչներին, կոչ անելով դուրս չգալ տներից, եթե խիստ անհրաժեշտություն չկա։ Ուսումնական հաստատություններում, այդ թվում դպրոցներում եւ բուհերում դասերը չեղարկվել են։ Արկտիկական ցուրտ օդը պատել է նաեւ արևելյան միջերկրական ծովափերը։ Վրաստան։ Նման անբարենպաստ եղանակային պայմաններ են նկատվել նաեւ հարևան Վրաստանում։ Երկրի արևմտյան հատվածում առատ ձյան պատճառով չեղարկվել է գնացքների երթևեկությունը։ Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի տարածքում ձյունը գրեթե ամբողջությամբ պատել է մեքենաները։ Կախեթիում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, իսկ Փոթիում շուրջ 6000 սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Բաթումի տաք կլիմայի շնորհիվ, որտեղ նույնիսկ ձմռան ամիսներին միջին առավելագույն ջերմաստիճանը մնում է 10 աստիճան Ցելսիուս, տները հագեցված չեն ջեռուցման համակարգերով, այս անգամ, սակայն, քաղաքը բախվեց կտրուկ ցրտի եւ այնպիսի առատ ձյան տեղումների հետ, որ քաղաքապետարանի ծառայությունները ստիպված էին շուրջօրյա ձնամաքրում իրականացնել։ Ռուսաստան։ Ռուսաստանում ջերմաստիճանային անոմալիաները շարունակում են զարմացնել մասնագետներին։ Կոլսկի թերակղզում, հյուսիսային սառուցյալ շրջանից հյուսիս, որոշ շրջաններում ջերմաստիճանը ցերեկը բարձրացել է մինչև 5 աստիճան Ցելսիուս, եւ նույնիսկ գիշերը սառնամանիքներ չեն եղել։ Այս ձմեռը Մուրմանսկում եղել է ոչ միայն անսովոր տաք, այլև ռեկորդային, ձյան տեղումների առումով։ Տեղումների քանակը հասել է իր ամենաբարձր մակարդակին վերջին 90 տարիների ընթացքում։ Փետրվարի 24-ին ջերմաստիճանի կտրուկ տատանումներ են նկատվել Ուրալի մարզում։ Սվերդլովսկի շրջանի Իվդել քաղաքում գրանցվել են ջերմաստիճանի ամենազգալի տատանումները 28.4 աստիճան ըստ Ցելսիուսի ընդամենը 12 ժամվա ընթացքում։ Սա լուրջ մարտահրավեր է դարձել տեղի բնակիչների համար։ Գիշերը քաղաքում ջերմաստիճանը եղել է -26 աստիճան Ցելսիուս, մինչդեռ ցերեկը բարձրացել է մինչև 2.4 աստիճան Ցելսիուս։ Առատ ձյան տեղումներով ուղեկցվող անոմալ ցուրտ եղանակը հաստատվել է երկրի հարավում։ Փետրվարի վերջը Կաբարդինա-Բալկարիայում դարձել է ամենացուրտը այս տարածաշրջանում կատարված դիտարկումների պատմության մեջ, լեռնային շրջաններում ջերմաստիճանը իջել է մինչև -30 աստիճան Ցելսիուս։ Ստավրոպոլի երկրամասի միներալնիե Վոդիում փետրվարի 21-ին ջերմաստիճանը գիշերը եղել է -12 աստիճան Ցելսիուս, սակայն հաջորդ գիշեր ջերմաստիճանը նվազել է մինչև -25 աստիճան։ Կրասնոդարում, Նովորոսիսկում եւ Կուբանի այլ քաղաքներում ու շրջաններում ջրավազանները սառել են եւ առաջացել են սառցաբեկորներ։ Որոշ շրջաններում ծովի սառույցը դուրս է մղվել փողոցներ։ Ուժեղ քամու եւ ցածր ջերմաստիճանի պատճառով Ազովի ափը պատվել է սառույցի հաստ շերտով։ Կուբանի լեռնային հանգստավայրերի օդերևութաբանական կայանները ռեկորդային տեղումներ են գրանցել։ Սոչիում ձյուն է տեղացել ոչ միայն լեռնային շրջաններում, որտեղ ձնակույտերը հասել են 3 մետրի, այլև ափամերձ հատվածում։ Կանաչ սիզամարգերը, արմավենիներն ու ծաղիկները ծածկված էին ձյան հաստ շերտով, ինչը չափազանց հազվադեպ երևույթ է այս տարածաշրջանի համար։ Մերկասառույցը Սոչիի ճանապարհների դժվարին տեղանքը իրական փորձադաշտի է վերածել։ Ավտոբուսները չէին գնում, այլ սահում էին, իսկ որոշ շրջաններ կարելի էր հասնել միայն ոտքով։ Հունաստան։ Հունաստանի հյուսիսային շրջաններում ջերմաստիճանը իջել է Ցելսիուսի -10 աստիճանից։ Սառնամանիքն ամբողջությամբ սառեցրել է Ֆլորինայի մոտ գտնվող Պոլիպոտամոս ջրվեժը, ինչը զարմացրել է անգամ ցրտին սովոր տեղաբնակներին։ Հռոդոսում ցրտի պատճառով ծաղիկները պատվել են սառույցով։ Փոթորիկը ուղեկցվել է առատ ձյան տեղումներով, որոնք նույնիսկ հասել են Ատտիկա։ Էվիա կղզում ձյունը ծածկել է լեռնային գյուղերը, եւ տեղական իշխանությունները ստիպված են եղել հատուկ տեխնիկա օգտագործել ճանապարհները մաքրելու համար։ Թուրքիա։
Թուրքիայում անոմալ ձյան տեղումներ են գրանցվել, ամենաառատ ձյունը վերջին 50 տարիների ընթացքում, որն ուղեկցվել է ջերմաստիճանի կտրուկ անկմամբ։ Ստամբուլում տեղի է ունեցել տրանսպորտային կոլապս, որի հետևանքով բեռնատարները չեն կարողացել բարձրանալ վերև և տեղի է ունեցել առնվազն 139 ճանապարհատրանսպորտային պատահար։ Բոսֆորի նեղուցով նավերի երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է։ Վատ եղանակի պատճառով հազարավոր զբոսաշրջիկներ, այդ թվում տարանցիկ ուղևորներ, արգելափակվել են աշխարհի օդանավակայաններում։ Որոշ շրջաններում գիշերը տեղացել է մինչև 48 սանտիմետր ձյուն, իսկ լեռներում ձնակույտերի բարձրությունը հասել է 1 մետրի, գյուղերը կտրելով արտաքին աշխարհից։ Շաբաթվա վերջում արկտիկական ցուրտը հասել էր Կիպրոս, Լիբանան և Իսրայել։ Իրաք։ Իրաքի Անբար նահանգում մի քանի քաղաքների բնակիչներ ականատես են եղել այս շրջանների համար հազվագյուտ երևույթի, անոմալ ձյան տեղումների, որն ուղեկցվում է ջերմաստիճանի կտրուկ անկմամբ։ Քիրքուք նահանգի հյուսիսային հատվածում այնքան ձյուն է տեղացել, ինչն ըստ տեղի բնակիչների չէր եղել վերջին մի քանի տասնամյակի ընթացքում։ Որոշ նահանգներում վատ եղանակի պատճառով դպրոցներում չեղարկվել են դասերը, իսկ պետական հաստատություններում աշխատանքային ժամերը կրճատվել են։ Իրան։ Ձյան առատ տեղումները և ջերմաստիճանի կտրուկ անկումը, որոնք ազդել են Իրանի 31 նահանգներից 25-ի վրա, սրել են երկրում էներգետիկ ճգնաժամը։ Մայրաքաղաք Թեհրանում բոլոր դպրոցները, համալսարանները և պետական հաստատությունները, բացառությամբ բժշկական և սպասարկման կենտրոնների, հարկադիր փակվել են էլեկտրաէներգիայի և գազի մշտական անջատումների պատճառով։ ԱՄՆ Ձմեռային հզոր փոթորիկը այս ձմռանը 8-րդ անգամ հարվածեց Միացյալ Նահանգներին, ինչը կաթվածահար արեց կյանքը տասնյակ նահանգներում։ Ձյան տեղումները քաոս են առաջացրել ճանապարհներին և օդանավակայաններում։ Շուրջ 4000 չվերթ է չեղարկվել ամբողջ երկրում։ Փետրվարի 19-ին Վիրջինիա նահանգի Վիրջինիա Բիչում մոտ 32 սանտիմետր ձյուն է տեղացել։ Նյու Յորքի Օսվեգո շրջանում, որտեղ շաբաթվա ընթացքում որոշ շրջաններում ավելի քան 180 սանտիմետր ձյուն է տեղացել, 26 շենքերի տանիքները փլվել են ձնակույտերի ծանրությունից։ Արկտիկական ցրտերն ու ձյան տեղումները պատճառ են դարձել ավելի քան 1500 պատահարների և 4 մարդու մահվան պատճառ։ Իշխանությունները մարդկանց կոչ են արել մնալ տանը, քանի որ ծայրահեղ ցուրտ է տեղացել երկրի մեծ մասում։ Փետրվարի 19-ին հարավային Դակոտայում գրանցվել է պատմական նոր նվազագույնը՝ գրեթե -39 աստիճան Ցելսիուս, մինչդեռ հյուսիսային Դակոտայում ջերմաստիճանը իջել է մինչև -42 աստիճան։ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում մեքենաները սառցակալել են ջրատարի մեջ, զանգվածային ճեղքումից հետո։ Չինաստան Փետրվարի 20-ին Չինաստանի Յուննան նահանգի Մեյլի Սյուեշան լեռան վրա տեղի է ունեցել հզոր ձնահյուս, որը առաջացել է երկարատև ձյան պատճառով։ Ձնահյուսի ճանապարհին հայտնված զբոսաշրջիկները կարողացել են պատսպարվել փայտե կառույցներում։ Բարեբախտաբար, չկան տուժածներ և վնասներ։ Միջադեպի հետ մեկտեղ լրահոսում մի կարևոր հիշեցում է տարածվել։ Մի մատնվեք խուճապի և մի կանգնեք դիտարկման համար։ Թեև սա ակնհայտ է թվում, սակայն բնական աղետների ժամանակ մարդկանց պահվածքը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ինչու են մարդիկ վտանգում իրենց կյանքը, իսկ երբեմն էլ իրենց երեխաների կյանքը լավայի մոտ գտնվող գեղեցիկ կադրի կամ սուր զգացողությունների համար, ուր է անհետանում ինքնապահպանման բնազդը նրանց մոտ, ովքեր փախնելու փոխարեն ձնահյուս կամ սողանք են նկարում։ Ինչու են մարդիկ երկրաշարժի ժամանակ փրկում ինչ-որ իրեր, բայց ոչ իրենց, նույնիսկ այն իրավիճակներում, երբ ակնհայտ սպառնալիք չկա, օրինակ, ձյան առատ տեղումների դեպքում, երբ ավելի լավ է տանը մնալ, ինչ-որ մեկը որոշում է շտապ հացաբուլկեղեն գնել։ Իսկ հետո նրան ստիպված են լինում տարանել ձյան գերությունից, եթե հասցնեն։ Դիտարկելով այն, ինչ տեղի է ունենում մոլորակի վրա, մենք կրկին ու կրկին զարմանում ենք, թե ինչու են մարդիկ դադարել ընկալել կյանքը որպես ամենաբարձր և անփոխարինելի արժեք։ Իսկապես, մեր հասարակության հիմնական ճգնաժամը, բացի կլիմայական, տնտեսական և մնացած բոլորից, կյանքի արժեքի ճգնաժամն է։ Հիշեք մահվան շեմին գտնվողների խոսքերը։ Կարևորն այն է, որ ես ողջ եմ և իմ սիրելիները ինձ հետ են։ Երբ մենք հասկանում ենք, թե որքան թանկ է մեր կյանքը, մենք սկսում ենք գնահատել նաև ուրիշների կյանքը։ Կլիման մեզ հնարավորություն է տալիս վերջապես հասկանալու, թե ինչն է իսկապես կարևոր։ Աշխարհը փոխվում է արագ տեմպերով։ Այժմ մենք կանգնած ենք մարտահրավերի առաջ, որը ոչ միայն ազդում է մեր ապագայի, այլև մարդկության գոյության վրա։ Այո, այս մարտահրավերում շատ անհայտներ կան, բայց դա լուծելի է։ Կյանքի համար արժե պայքարել։